Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ոչ միայն պատերազմի դաշտում, այլև թիկունքում գիտության ու արվեստի ոլորտում նշանակալի ձեռքբերումներ է ունեցել։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած հայ արվեստը հայրենական մեծ պատերազմի տարիներին թեմայով գիտաժողովը նվիրված է հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ Կա հայտնի թևավոր խոսք, երբ թնդում են թնդանոթները, լռում են մուսաները, այսինքն պատերազմի ժամանակ մշակույթը եւ արվեստը մղվում են հետին պլան։ Արդյոք այդպես էր հայրենական մեծ պատերազմի տարիներին, իհարկե ոչ։ Մեր արվեստագետները այդ ընթացքում այդ տարիներին ոչ թե ընկճվել են, հուսահատվել, այլ ստեղծել են բազմաթիվ գլուխգործոցներ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1943 թվականին հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան, հետագայում նաև ձևավորվեց Արվեստի ինստիտուտը։ Այսպիսով հայ ակադեմիական արվեստագիտությունը ծնվեց հենց հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Այդ տարիներին արվեստի գրեթե բոլոր ճյուղերն են զարգացում ապրել, ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։ Պատերազմի տարիներին 1941 թվականի դեկտեմբերի 23-ին ստեղծվեց ներկայումս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ Թվում էր, թե պատերազմ է, բայց ղեկավարությունը հանրապետության գտավ, որ ժողովուրդը պիտի նաև ծիծաղի։ Եվ ստեղծվեցին բազմաթիվ գլուխգործոցներ, դրանցից հատկապես ուզում եմ առանձնացնել Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան, որը գրվեց 1943 թվականին լավատեսական ֆինալով եւ որտեղ Արամ Խաչատրյանը երրորդ մասում, որը հայրենական մեծ պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին ռեքվիեմ է, այնտեղ օգտագործեց հայ ժողովրդական որսկան աղբեր երգի մեղեդին։ Գիտաժողովը կազմակերպել են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը եւ Երևանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը։ Վադիմ Ֆեֆիլովը սա լավ առիթ է համարում եւս մեկ անգամ հիշելու եւ երախտագիտության խոսք ուղղելու հայ արվեստի գործիչներին։ Մենք երկար ժամանակ է համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։ Ունենք շատ կարևոր ու հետաքրքիր ծրագրեր։ Այս կոնֆերանսը հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի անձնվիրաբար նվիրումի ու պայքարի մասին է, որը հաղթանակով պսակվեց ոչ միայն ռազմի դաշտում, այլև արվեստում։ Երբ ազգերը պայքարում էին գոյատևման համար, հենց մշակույթն էր, հենց արվեստն էր, որ դարձավ հոգևոր ուժի աղբյուր։ Նկարիչներ, կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ։ Նրանք շարունակեցին ստեղծագործել, ոգեշնչել եւ ժողովրդի մարտական ոգին բարձր պահել, ամրապնդել նրանց հավատքը հաղթանակի նկատմամբ։ Զեկուցողներն անդրադարձան հայ արվեստի բոլոր ճյուղերին, բացահայտելով հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ երաժշտության, կերպարվեստի, կինոյի եւ թատրոնի, ճարտարապետության եւ գրականության զարգացման հիմնական միտումները։ Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի թոռնուհին Ռուզան Սարյանը գիտաժողովում ներկայացնում է Սարյանի ստեղծագործությունները հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Սարյանը շատ եռանդուն է աշխատել այդ տարիներին, նրա համար վերապրել դժվարություններ, ողբերգություններ, կյանքի մի փոփանկ աշխատանքներ եւ ինչքան ավելի ծանր էր վիճակը, այնքան շատ նա իրեն տալիս էր աշխատանքին եւ ստեղծագործում էր ծաղիկներ, մրգեր եւ կարծես թե դա հակասության մեջ է այդ ժամանակի հետ, բայց այդ նատյուրմորտները այնպեսի էներգետիկ լիցք է պարունակում, որ մարդուն դրդում է հույսի, այսինքն որ ամեն ինչ կհաղթահարվի։ Պատերազմի տարիներին Սարյանը շատ հաճախ նաև հայտնի արվեստագետների, գիտնականների դիմանկարներն է ստեղծել։ Ժամանակը նաև այդ անհատներով է արժևորվում, ինչպես նաև, ասենք, բնանկարները, որ նա ստեղծում է բազմաթիվ արարատներով, բազմաթիվ մեր շատ գեղեցիկ հայկական վայրերով, դարձյալ խոսում են այն մասին, որ մարդ կարճած է իր հողին, այդ հողից է ստանում ուժ, լիցքեր եւ ինչքան ամուր են այդ
կապը հողի հետ, այնքան ավելի ուժեղ է անհատը։ Սերունդները մեծ արվեստագետների շնորհիվ են ճանաչում ու գնահատում անցյալում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։